Այս շաբաթվա ընթացքում իմացանք, որ Գյումրին եւ Փարաքարն այլևս ՔՊ-ական քաղաքապետ եւ համայնքապետ չեն ունենալու։ Բարև ձեզ, եթերում խորագիր հաղորդաշարն է։ Եվ ես, Գևորգ Էմինտերյանը, Սումեն ու Սողոմոնյանը փորձելու ենք ամփոփել անցած շաբաթը։ Բարև ձեզ։ Բարի։ Անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունը թիմ ընտրությունների ամփոփումն էր, որը Փարաքարում նախ իմացանք, որ միանգամից ՔՊ-ական տեխնացում ջախջախվեց, իսկ Գյումրիում մի քիչ ավելի դրամատիկ ընթացք ունեցավ, բայց ընդդիմադիր ուրեմն 4 բաներ, այսպես ասենք, խմբակցությունները միացան եւ հայտարարվեց, որ քաղաքապետ է ընտրվելու Վարդան Ղուկասյանը։ Ամեն դեպքում ուրախացնող այն փաստը, որ ՔՊ-ն պարտվեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում, բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ուրեմն սիմվոլիկ բան կա, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության արդյունքում Հայաստանը 25 տարի հետ ընկավ, որովհետև նորից մենք վերադարձանք այն ժամանակներում, երբ Վարդան Ղուկասյանը դիտվում էր իբրև լավ քաղաքապետ։ Սա մտահոգիչ է ոչ միայն կոնկրետ Վարդան Ղուկասյանի պարագայի համար, այլ նաև ընդհանրապես մեր ընտրության ավանդույթի առումով, որովհետև ցավոք սրտի այնպես է ստացվել, որ միշտ Հայաստանի ընտրությունները անցնում են այն մթնոլորտում, ատելության են մթնոլորտում, որ այնքան որ մեկը գա եւ այնքան որ իշխանությունը այս մեկը չլինի։ Դա իրականում ընտրության ժամանակ կուրացնում է մարդկանց, դա հնարավորություն չի տալիս, որտեվ միշտ խնդիրը լինում է, որ ինչպես անենք, որ վատագույնը չանցնի, այլ գոնե վատը անցնի։ Սա կարծում եմ, որ զարգացման բանաձև չէ եւ ժամանակն է, որ Հայաստանը կարողանա թոթափի այս պատային իրավիճակը, որ միշտ ընտրում ենք վատի ու վատագույնի միջև։ Բայց ամեն դեպքում իհարկե Գյումրիում տեղ ունեցածը կարելի է առաջընթաց համարել, չգիտեմ, բան, որ այդքան վարչական ռեսուրս, այդքան ընտրակեղծիք, այդքան, չգիտեմ, հոգեբանական ճնշում եւ այլն, որին ենթարկվեցին բոլորը, բայց փաստորեն կարողացան կոտրել այդ ճնշումը, եւ օրինակ, չգիտեմ, ինչ պատահական մարդիկ փողոցում, իբր պատահական մարդիկ հարձակվում են լրագրողների վրա, իբր, չգիտեմ, այսպես շատ լարված բան կար, բայց ամեն դեպքում պարզ դարձավ, որ ՔՊ-ն մնացել է մենակ եւ ուրեմն ռեալ գետնի վրա պարտվեց։ Որքան էլ այս ընտրություններում շատ կարևոր նշանակություն ուներ անձի գործոնը, ընտանեկան, տոհմական կապերը, ազգական, խնամիական, ընկերական, այս հանգամանքները այո շատ կարևոր են, բայց ամեն դեպքում սա քաղաքական ընտրություններ էին նաև ցույց տվեց։ Մաքուր քաղաքական չէին, նաև, բայց մաքուր անձնական չէին։ Այս երկուսի խառնուրդն էր այս ընտրությունները, Գյումրիի մասին է խոսքը առաջին հերթին, եւ ցույց տվեց հստակ, որ ժողովուրդը մերժում է իշխանություններին, ՔՊ-ին է մերժում։ Ես համաձայն եմ, այո, որ ամենացավալի կողմը հենց դա է, որ ատելության ֆոնի տակ անցնում այդ ընտրությունները, որ մեր ժողովրդի հատվածները մարդիկ իրար ատում են։ Սա իսկապես շատ վատ է, շատ մտահոգիչ է։ Մյուս կարևոր արձանագրումը այն է, որ ամեն դեպքում պետք է, ես կարծում եմ, որ համայնքային ընտրությունները չպետք է լինեն կուսակցական համամասնական այս ձևով, հա, որ արվում է, որովհետև այստեղ իրականում այս ընտրությունները կոնկրետ ասենք այն, որ Վարդան Ղուկասյանը ասենք կոմկուսով է հանդես գալիս, սա ցույց է տալիս, որ այստեղ բացարձակ ձևական է այդ կուսակցական հանգամանքը։ Ի վերջո, եթե զուտ նայում ենք կոմունալ տեսանկյունից, հա, համայնքային տեսանկյունից, համայնքային ծառայություններ իրականացնող մարմինը պարտադիր չի, որ ինքը լինի ինչ որ ասենք գաղափարախոսություն
կրի, քաղաքական պլատֆորմա ունենա։ Ինքը ինչ որ նոր կարգ չի սահմանում ամբողջ երկրի համար, հա, պարլամենտական ընտրությունները պարզ է եւ հասկանալի է այդ տեսանկյունից, բայց այստեղ պետք է, ես կարծում եմ, որ մենք լրջորեն մտածենք այն բանի վրա, որ տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելիս ի վերջո մեծամասնական մաժորիտար ընտրակարգով անցկացվեն եւ մարդիկ պարզապես իրենց ճանաչած անձերին քվեարկեն։ Անկախ նրանից, որ դա Եվրոպայում, Արևմուտքում, օրինակ, այդպես չէ, որ այնտեղ էլ է կուսակցական համակարգով տեղի ունենում, այնտեղ էլ է պլատֆորմայի վրա տեղի ունենում քաղաքական գաղափարախոսական, ամեն ինչը չի, որ մենք պետք է վերցնենք, յուրաքանչյուր շոր չէ, որ մեզ սազում է, էլի կսազա, ինչքան էլ այդ շոյերը գուցե լավը լինեն, բայց եթե մեզ չի սազում, մեր հակով չի, պետք չի եւ մենք պետք է մտածենք, որ թե ավականու կազմ ձևավորելիս, թե քաղաքապետ պետք է անձինք ընտրվեն։ Ես համենայն դեպս այս ընտրությունները իմ մոտ նաեւ դա։ Այսինքն քաղաքական պաշտոն չի քաղաքապետը։ Քաղաքականը քաղաքական պաշտոն է, բայց իր ֆունկցիաները երբ որ նայում ենք, ինքը քաղաքական գործընթացների վրա իր ազդեցությունը քիչ է եւ քաղաքական որոշումների կայացման վրա իր բանը քիչ է։ Բայց Մենոջ ջան, ես կարծում եմ, որ օրինակ եթե մենք ունենք նորմալ քաղաքական համակարգ, ասենք Գյումրիում քաղաքապետ դարձած մարդը, որը ասենք հաջողությամբ զարգացրել է քաղաքը 5 տարվա ընթացքում, բերել է ինչ-որ վիճակի եւ այլն, հետո կարա ասենք հավակնի ավելի բարձր պաշտոն է։ Այսինքն կամ օրինակ Երևանի քաղաքապետը, օրինակ ասենք Հայկ Մարությանը, իրեն Արցախից հարց է տալիս, ասում է ես ինձ քաղաքական հարց մի տվեք, չգիտեմ Արցախից հարց մի տվեք եւ այլն, չէ՞։ Մի կողմից սա, մյուս կողմից էլ ես հիշում եմ, որ նույնիսկ մենք վարչապետներ ենք ունեցել, որոնք այսպես ցույց են տալի, որ իրանք բաներ էին, այսպես ասած խազայստվիննիկներ էին, տնտեսական գործերով զբաղվող, չգիտեմ, տան ներսը վերանորոգող ինչանող մարդիկ են եւ քաղաքական բաների չեն պատասխանում, չեն խոսում, չեն բանանում եւ այլն, էլի հիմա այսպես անուններ չտանք, չխորանանք, բան չանենք եւ այլն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե թիմ ընտրությունների, կարող է փարաքարի դեպքում դա խնդալու է, բայց օրինակ բանի Գյումրի դեպքում ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե որ ցուցակներն են, կարող է ցուցակով չանեն, քաղաքական լինի, մեծամասնականով լինի։ Կարող է մարդը քաղաքական, ասենք, կուսակցության անդամ լինի եւ դնի տեխնացություն է, դա ուրիշ է, բայց կազմավորման սկզբունքի մեջ է, խնդիրը տգիտությունն է։ Խնդիրը տգիտությունն է։ Այսինքն եթե ասենք օրինակ ասենք ոստիկանը լինի տգետ եւ օրինակ ասենք չգիտեմ ինչ իր գիտելիքների պակասից ինչ որ գործողություններ անի կամ ինչ-որ բան է։ Մենք չենք ասել եկեք ոստիկաններին փոխենք կամ չգիտեմ ինչ ենք։ Մենք պիտի փոխենք կրթական համակարգը, կրթական մակարդակը բարձրացնենք, հասկացնենք ինչա քաղաքականը, որովհետեւ օրինակ ասենք Մարտին Գրիգորյանը արդյոք քաղաքական գործիչ է։ Ոչ։ Մարդը ինչքան ժամանակ է պարլամենտի անդամ է, բայց ելույթ չի ունեցել, չէ՞։ Ասենք երբևէ ստատուս չի գրել, ինչ-որ բանի վերաբերյալ, ինչ-որ դիրքորոշում չի հայտնել եւ այլն։ Ռուբեն Մխիթարյանը արդյոք քաղաքական գործիչ է։ Հանրային գործիչ է։ Հա, շոումեն է, կամ երգիչ է, կամ պրոդյուսերը հաջող եւ այլն, բայց ինքը շատ դժվար է ասել։ Վարդան Ղուկասյանը արդյոք քաղաքական գործիչ է։ Կամ Սարիկ Մինասյանը կամ չգիտեմ համենայն դեպս այնքանով որքանով իշխանության կազմման, կազմավորման կամ իշխանության դեմ պայքարի գործընթացներում եթե այդ նշված մարդիկ մասնակցում են, այո, քաղաքական գործիչներ են այդ տեսանկյունից։ Բայց բանի համար է էլի ես զուտ ասում, օրինակ ասենք կոմկուսի գաղափարախոսությունը ինքը չի ընդհանրում, որ ձևակերպում են սա որպես ազգային ազատագրական պայքար, չէ, ու մենք էլ ենք ճիշտ ասած բոլորը չէ, երևի մի մասն է այդպես ձևակերպում, որ այսպես բան թշնամու տակ կզած, թշնամու հրահանգները կատարող իշխանության դեմ մենք բան ենք անում, տանում ենք ազգային ազատագրական պայքար, չէ։ Բայց այդ ազգային ազատագրական պայքարի մասնակիցը ինքը քաղաքական գործիչ չէ։
Որտեղ դա ուրիշ բան է, դա դու ֆիդայի ես, դու չգիտեմ ինչ ես եւ քաղաքական գործիչը ուրիշ բան է։ Չէ, դե պարզա որ քաղաքական ոնց որ իմաստով են ասել այդ ամեն ինչ, քաղաքական համատեքստով են ասել, էլի ազատագրական պայքար, դե պարզ է որ Դե ուրեմն ես եմ մի քիչ բութ, որը չեմ հասկանում։ Չէ, նման խնդիր չկա, բայց դրա հետ կապված ես մի հատ կարևոր բաներ ունեմ։ Դավաճան։ Մենք ասում են դավաճան։ Դե ասում են դավաճան, դա հետո գնում է քաղաքական process։ Դավաճանությունը կոնկրետ ինքը քրեական ոնց որ ասած բան է։ Չէ, որ ասում են այս ինչը դավաճանն է, Նիկոլ Փաշյան դավաճան։ Հետո գնում է քաղաքական process։ Պիտի չգնա օրենքով։ Ով է ասում, ասողը ով է, ասենք ասող ընդդիմախոսներն են, ասող ընդդիմախոսներն են եւ դա առաջին հերթին քաղաքական գնահատական է, որը կարող է նաեւ համապատասխան ընթացակարգերի պայմաններում համընկնի նաև իրավական գնահատականների հետ, հա։ Այստեղ մի կարևոր բան եմ նաև ուզում ասել, հանրության մեջ որոշ շրջանակներ նաև այսպիսի սպասում են ուզում ձևավորեն, որ այ հիմա Գյումրիում որ տեղի ունեցավ, դա պետքա շատ արագ բերի իշխանափոխության, այսինքն ինչ որ շարժում սկսի իշխանափոխության։ Անկեղծ ասած ես այս բանին ոչ թե դեմ եմ որ իշխանափոխության, ես իշխանափոխություն ուզում եմ, չգիտեմ, սրանից 4 տարի առաջ եղած լիներ, գոնե 5 տարի առաջ եղած լիներ կամ չգիտեմ 3 լիներ իշխանափոխությունը, այլ որ հերթական անգամ չմտածված հապճեպ քայլեր, գործողություններ չլինեն այս սրա արդյունքում եւ հերթական անգամ նորից բան չլինի, հիասթափություն չլինի, որովհետև այս երևույթը ինքը շատ կարևոր էր այն իմաստով, որ ընտրությունների միջոցով էլ հնարավոր է փոխել իշխանություն։ Եթե ընդդիմադիր կողմը կայացած է, ընդդիմադիրները կայացած են, կազմակերպված են, հա, հնարավոր է, այսինքն բայց երբևէ տեսել ես որ Հայաստանում ընտրություններով փոխվի իշխանություն։ Դե տեսանք օրինակ, ասենք Գյումրիում Դե Գյումրին լոկալ ինչ-որ բան է։ Մենակ ջան, հիմա կարող է պետքա ինչ-որ մի բանը մի անգամ լինի, թե չլինի բազմիցս։ Դե դեմ ասում։ Վանաձորում չի ընտրվել, Ալավերդիում չի ընտրվել ընդդիմադիր բանը, չգիտեմ, այն բաները, Գորիս Փարակ բաները, Քաջարան-մաջարաններն էլ հələ պլյուս, որ անհայտ է իրենք վերջի ինչ են, ասենք Փարաքար, Քաջարանի բանը քաղաքապետը Վարդերի փունջով դիմավորում Աննա Հակոբյանին, չգիտեմ ինչ, հիմա չես հասկանում դու շարունակում ես այդ բանը հրաժարվել ես դրանից։ Համաձայն եմ, այո, համաձայն եմ, բայց ամեն դեպքում այդ բազմաթիվ դեպքեր արդեն ցույց են տալիս, որ մարդիկ չեն ուզում։ Բայց դա չի աշխատում։ Չի աշխատում, չեն ուզում, բայց չի աշխատում։ Չի աշխատում, հա, որովհետև անթույլատրելի ձևերով ճնշում են, քրեական գործեր են հարուցում, շանտաժներ են անում եւ այլն, բայց սա ցույց է տալիս, որ ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է, էլի, տքնաջան աշխատանքի ճիշտ կազմակերպման կայանալու պարագայում հնարավոր է, գուցե հնարավոր է դեռ այդպես անել։ Ես կարծեմ, որ այստեղ այդ անհնարինության էլեմենտը, այդտեղ անհնարինության էլեմենտ կա, որը կոնկրետ պատճառ ունի։ Պատճառը այն է, որ այսպես կրիմինալ աշխարհում ասում են, որ միշտ պետությունը մի փամփուշտ ավել ունի։ Երբ որ պետության դեմ սկսում են պայքարել։ Այստեղ իրականում խնդիրն այն է, որ պետությունը եւ քաղաքական իշխանությունը նույնանում են։ Այսինքն այն բոլոր, ասենք, չգիտեմ, սոցիալական, ուժային, չգիտեմ ինչ ծառայություններ եւ այլն սկսում են ծառայել քաղաքական իշխանությունը։ Ոչ թե ասում են, որ գիտես ընկեր ջան, ասենք դու կարաս ես զբաղվում եմ, ասենք, լրտեսներով զբաղվում եմ, չգիտեմ ինչերով եւ այլն, քո, ասենք, քաղաքական հակառակորդներին դեմ միտո, որ ես դատը եմ, որ ես չգիտեմ բռնեմ, որ ձերբակալեմ, որ չգիտեմ հետապնդեմ, ինչ անեմ։ Այդ տարաբաժանումը չկա, բայց դու չես կարող մենոջ ջան այնպիսի ուժ կազմակերպես, որ ասենք ԱԱՑ-ից ավելի կամ զինվորական համակարգից կամ ոստիկանությունից ավելի, ասենք, կուռ համակարգ լինի։ Դա անհնարին է։ Եթե այդ քաղաքական եւ պետական բաները, ֆունկցիաները չեն տարանջատվում, իսկ Հայաստանում չեն տարանջատվում նույնիսկ դատական, նույնիսկ չգիտեմ, այն օրենք բաներով, ժողովրդավարության բաներով, այբուբենով բանարած ուժերը,
Դա անհնար է դրա դեմ պայքարը։ Ես ընդունում եմ ստացիոնար պայմաններում, որ դա այդպես է, բայց հիմիկվա պայմանները շատ առանձնահատուկ են։ Շատ չնչին է իրական աջակցությունը այս իշխանություններին եւ հակառ ռեյտինգը այս իշխանությունների հեռանալու ցանկությունը այնքան մեծ է, որ անգամ այդ պետական մեծ վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում ես կարծում եմ, որ ամեն դեպքում այդ ռեսուրսների գործադրման, չգիտեմ, 10 եղանակից գոնե, ասենք 5-ին հնարավոր է բլոկավորել եւ ի վերջո մարդկանց կամքը նայ, եթե այս բանով չառաջնորդվենք, եթե այս մտայնությամբ չառաջնորդվենք, մենք չգիտենք մինչև 2026 թվականը ինչպիսի իրադրություն կարող է լինել եւ ընտրություններից բացի սահմանադրական այլ եղանակով իշխանափոխություն անելու հնարավորություն կլինի թե չի լինի, եթե մենք այս մտայնությամբ չառաջնորդվենք, մենք չենք պատրաստվի ընտրությունների սահմանադրական եղանակով իշխանափոխություն չի եղել։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալն է եղել սահմանադրական։ Ես համաձայն եմ։ Ոչ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալն է եղել սահմանադրական։ Ես համաձայն եմ։ Դա եղել է միշտ ոչ Նիկոլ Փաշինյանի գալն է եղել։ Մենք այդ անհնարինության կանխավարկածով ենք առաջնորդում։ Այդ նշանակում է մենք դեմոտիվացվում ենք։ Մենք ուրեմն պետքա չպատրաստվենք, մենք ուրեմն պետքա չմարզվենք։ Դա ավելի լավ է, արի պատրաստվենք դիեզերք թռչել։ Դա որը ես կարծում եմ, որ եթե չի եղել, չգիտեմ, ի վերջո պատմության մեջ ինչ որ մի բանը մի անգամ է լինում, էլի, ասենք չի լինում, մեկ է լինում է։ Հայաստանում, ասենք 13-րդ դարից, ասենք ազատագրական շարժում չեղավ, մեկ է հանկարծ 18-րդ դարի 20-ական թվականներին եղավ։ Չի նշանակում, որ տխուր վախճան ունեցավ։ Դե համենայն դեպս, բայց չէ, վախճան ունեցավ, բայց շատ կարևոր հետք թողեց հետագա սերունդների գիտակցության վրա, ասենք։ Մյուս կարևոր բանը, որ մենք ասացինք ու դա թռուցիկ անցենք, այդ ատելության բանն է, գեներացիոնն է, որ ընտրությունների ժամանակ միշտ լինում է։ Ես կարծում եմ, որ իհարկե մասնակից չեմ, բայց ես հասկանում եմ, որ դա տեխնոլոգիա է։ Այսինքն մի կողմից այդ ընտրությունների գնացող ուժերը իրար հանդեպ բան են գեներացնում, ատելություն են գեներացնում, որ հնարավորինս շատ ձայն վերցնեն, որ մարդիկ գնան ընտրության, որ չգիտեմ, բան անեն եւ այլն, բայց մեր ժողովուրդը ունի առանձնահատկություն, էլի, այսինքն մեր այդ ընտանեկան կապերը, մեր անձնական կապերը եւ այլն, բան դրանց այդ քաղաքական process-ները անջնջելի հետք են թողնում։ Գուցե ասենք, չգիտեմ, մեծ քաղաքներում, ասենք Նյու Յորքներում, Մոսկվաներում եւ այլն դա այդպես հետք չի թողնում, մարդիկ հետո շարունակում են շփվել, մեկը իրար չեն ճանաչում եւ այլն։ Բայց մենք այնուամենայնիվ որպես հասարակություն այդ գյուղական բանը ունենք մեր մեջ։ Նահապետական, որ իրար բարևենք, չգիտեմ, հարցնենք ոնց ես, ինչ ես, չգիտեմ եւ այլն բան, ու այդ երբ որ ասվում է, որ այս մի կողմը չարիք է, մի կողմը սատանա է, մի կողմը չգիտեմ ինչ է եւ այլն, դա մարդկանց հոգեբանությունը կոտրում է, ջարդում է։ Ու հետո սկսում է թշնամանք, հետո սկսում է չգիտեմ ինչ, որը էլի չի ջնջվում։ Ասենք հայերի մեջ եղած երկարատև թշնամանքը, ես չգիտեմ այդպես պատմություն, որ ասենք հեշտ անցնի կամ բարի շեն, չգիտեմ ինչ անեն եւ այլն, սովորաբար այդպես դարեդար հիշում են միջև մի կողմը չի կործանվում կամ երկու կողմն էլ կործանվում են։ Հետևաբար ես կարծում եմ, որ այստեղ էլ շատ օրինակ մենք քարոզար շավին անում ենք հաստատ այդ մարդիկ ուժերը դրսից մարդիկ են բերում, եսի ինչեր են բերում եւ այլն տեխնոլոգիաներ եւ այլն բան, բայց դա մեր ազգային բանի վրա, հոգեբանության վրա ինձ թվում է, որ մի շատ վատ հետ կա թողում, էլի անցնում է այդ ընտրապայքարից ու խորանում, չգիտեմ, ուրիշ ինչով բան է դառնում։ Մանավանդ հիմա։ Հա, մանավանդ հիմա, որ հիմա ախր ուղղակի հիմիկվա խնդրը շատ խորը խնդրեմ է, շատ խորը հոգեբանական խնդրեմ է։ Մի քանի օր առաջ ես հոգեբանների հետ էի խոսում, ովքեր որ պրակտիկ հետազոտություններով են զբաղվում, մարդկանց մեջ իրենց հանդիպող խնդիրներից մեկը այդ անոմիա կոչվածն է, երբ որ մարդու մոտ մի ինքնութենական այդպես
կառույցը փլուզվում է ուղղակի։ Իր ամբողջ ինչ որ ինքը կա, ինքը ինչի համար է ապրել, ինչի է հավատացել, ինչ իդեալներ է իր մոտ կրել, բացի իր կենցաղային նպատակներից ինչ նպատակներ է ունեցել, մեկ էլ ասենք փլուզվում է դա։ Ու այդ մարդը շատ մեծ խնդրի առաջ է կանում։ Ու քանի որ այս կարգի խնդիր է հիմա դրված ու ատելությունը տարաբաժանում է հենց դրա վրա, ինքնության լուրջ պայքար կա։ Ես կարծում եմ դրա համար է որ ու այդ ինքնության թեմաները մարդկանց բարոյականությանն են շոշափում, հա, դրա համար է այդ կարգի ատելությունը սրված, որովհետև առաջ էլ կար դա, առաջ էլ ա եղել, որ էլի հենց նաև քաղաքական պատճառներով ընկերներ իրար հետ գժտված լինեն, բայց այս կարգի չի եղել։ Այս կարգի անհանդուրժ։ Այստեղ կարևոր բանը նաև է, որ օրինակ արցախցիների հանդեպ ատելությունը բան արվում, ուղղորդվում է հատուկ։ Այո։ Նու հիշենք անցաչափածվա մյուս կարևոր իրադարձությունը, որ արցախցիները այսպես փորձեցին, կարելի ասել, ապաքաղաքական ցույց անել, այսինքն ինչ որ այսպես շատ երևացող հայտնի քաղաքական դեմքեր չկային այդտեղ, կային Արցախից նախկին պաշտոնյաներ, ինչ որ խմբեր եւ այլն, բայց այդպես ինչ որ քաղաքական ուժեր, առաջնորդներ չկային այդ ցույցին, ու այդ ցույցից անմիջապես հետո մենք տեսանք, որ սոցիալական կայքերում, այսպես կոմենտների տեսքով, չգիտեմ, քննարկումների տեսքով եւ այլն մի ատելության մի ալիք բարձրացավ, անհասկանալի ալիք, էլի։ Ընդհանրապես դա անհասկանալի բան է, էլի, ոնց կարելի է ատել մի մարդու, որ ասենք զրկվել է տնից, հա, ասենք կորցրել է իր նախնիների գերեզմանները, կորցրել է իր, չգիտեմ, սրբավայրերը եւ այլն եւ փախստականի ոչինչ չունեցողի կարգավիճակում հայտնվել է ուրեմն Հայաստանում։ Հիմա ոնց կարելի է այդ մարդուն ատել։ Ասենք նույնիսկ եթե այդ մարդը հայ չլինի, օրինակ ասենք լինի, չգիտեմ, ինչ որ աֆրիկացի կամ ինչ որ մեկ արաբ լինի, ինչ որ բան, ոնց կարելի է այդ մարդուն ատել։ Ես կարծում եմ, որ սա շատ ցցուն օրինակ է նրա, ոնց է որ իշխանությունը իր քաղաքական շահը, իշխանությունը վախենով որ 120,000 մարդը կգնա ընտրության, իրեն դեմ կքվեարկի բնականաբար, եւ ամեն ինչ անում է, որ այդ մարդիկ քաղաքացի չդառնան, որ այդ մարդիկ դուրս գան չմասնակցեն, գնան երկրից, չդիմանան, ներվերը տեղի տան եւ այլն, որովհետեւ իրենք հասկանում են, որ այդ մարդկանցից, բայց այդ մարդիկ ոչ մի ձայն ծպտուն չեն անում, այդ մարդիկ ոչ մի, չգիտեմ, սպառնալիքներ չեն հնչեցնում, ինչ որ բաներ չկան, ոնց կար, ասենք նորմալ բանը պետության ղեկավարը իր հայրենակիցներին այդպես ասի, որ ատեք եւ այլն։ Սա ցույց է տալիս, որ այդ ատելությունը իրականում ուղղորդվում է ու օրինակ անցաչափածվա բաներից մեկը այսպես սենսացիաներից մեկը, սկանդալներից մեկն էր, որ հանրային ռադիոյի տնօրենի Քոլոյանի կինը, որը իրեն գրող է համարում, որ իրեն, չգիտեմ, մտավորական է համարում եւ այլն, մի սարսափելի բան էր գրել արցախցիների դեմ։ Ես օրինակ հիշում եմ Արմեն Քոլոյանին, Ազատություն ռադիոկայանում աշխատելիս, ես հիշում եմ իր բանը, չգիտեմ, ինքը մի ժամանակ Facebook-յան իմ ընկերների մեջ էր, շատ սրամիտ, շատ քաղաքավարի, շատ լիբերալ բան, նույնիսկ ասենք, եթե ես չգիտեմ, ասենք այն ժամանակ ինչ ասենք փոքրամասնության մասին մի բան գրեր, ինքը կասեր ոնց կարելի է կամ չգիտեմ ինչ, այսպես բոլորին աղանդավորներին, եսի մինչերին բոլորին սիրող բանող եւ այլն։ Բայց դու ոնց ես դու այդպիսի բան թույլ տալիս քեզ։ Ոնց ես դա նշանակում է, որ դա պաշտոնը պահելու, չգիտեմ, իշխանության բարիքներից օգտվելու, եսի ինչի դիմաց արվող քայլ է, որովհետեւ ես չեմ հասկանում, ես չեմ այնուամենայնիվ այդ մարդատիածությունը ինչ որտեղ երևում է։
Օրինակ ես ունեմ ընկերներ, որոնք ինչ-որ խմբերի չեն սիրում, ատում են, չգիտեմ ինչ, ես գիտեմ դա, բայց այս պարագան ես կարծում եմ, որ սա ուղղակի, ասենք, ձևական լիբերալիզմ էր, որ ուղղակի, ասենք, հիմա հրահանգ է եկել, որ ատեք, ինչ արեք եւ բանին Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար, որտես մենք ինչքան լավ ենք աշխատում, իրենք դա անում են։ Արցախցիներին ատել նրանց ու դա գալիս է հենց Նիկոլ Փաշինյանից, հենց իրենց է գալիս։ Միանշանակ։ Ինչի մասին է խոսքը, եթե ասենք Արմեն Գրիգորյանին մի տարի առաջ ասած խոսքի համար բռնեցին, կալանքի տարան թեմայով, ասենք, սպանեցին, այո։ Արցախցիներին ատելության խոսք ասելը Բայց մենակ արցախցիների չէ, հիմա էլ ասում են նույն գյումրեցիների մասին, Արմենին բռնել էին գյումրեցիներին ասելու համար, հիմա նույն իշխանականները ասում են նույն գյումրեցիների հանդեպ, ու ոչ մի արձագանք, ոչ դատախազություն կա, ոչ ինչ-որ բաներ կան։ Ես չէ, ուղղակի ուրիշ բան եմ ուզում ասել, ուզում եի ասել, որ կարծում եմ երկու տիպի մարդիկ, երկու կատեգորիայի, երկու տեսակի մարդիկ կարող են արցախատյաց խոսք ասել կամ տգետները, որոնք այդ ուտում են այդ կտերը, այդ ռոպագանդան, որ մեր վատ ապրելու պատճառը արցախցիներն են, հա, այսպես ասենք, կամ նրանք, ովքեր որ տանում են այդ ռոպագանդան, այսինքն տականքները, պարզապես էլ չգիտեմ ինչ ասեմ, որ մարդիկ, ովքեր որ եթե այն միջավայրից են, որ իբր թե կրթված են բան են, նրանք չեն կարող տգետ լինել, նրանք պարզապես դրա համար կամ փող են ստանում, կամ պաշտոնը պահպանելու համար են ասում։ Ախր բայց տգիտությունն էլ էլի չափ ունի։ Մենոջան, ես չեմ հավատում, որ այդպիսի մարդ կա, որ հիմա կարծում է, որ արցախցիների պատճառով մենք վատ ենք ապրում։ Ես ճիշտն ասած ես էլ չէի հավատա, բայց վերջին մի տարում, երկու տարում հատկապես, որ մի քիչ ավելի շատ եմ մարդկանց հետ շփվում։ Այդ մարդիկ, նու որ տգետ ասին, չգիտեմ, նույնիսկ այդ բառի համար էլ մի քիչ բան չեմ էլի անում, այսպես ասած, հա։ Աննախանձելի դրության մեջ գտնվող մարդիկ են, էլի, մարդիկ, ովքեր որ իրենք մեղավոր չեն, պարզապես, որ իրենք այդքան Հա, մենոջան, բայց այդտեղ կա ուրեմն կրթության նախարարների պատասխանատվության խնդիր, այդտեղ կա, չգիտեմ, կրթության նախարարի իշխանությունը պահպանում։ Չէ, նախկին կրթության նախարարներ կան, չէ։ Եվ այդտեղ իդեպ մի բան էլ կա։ Այդ որ սովետական կրթությունը այդքան գովերքում են, ասում են, որ աշխարհի թիվ 1 կրթություն էր։ Այդ հիմնական մարդիկ, այդ խավը, որ մտնում հայհոյում չի, դրանք սովետական բաներ են, շրջանավարտներ են։ Ենք հիմ բոլորը 40-ից բարձր են, 50-ից բարձր մարդիկ են, չէ, կանայք են, բաներ են եւ այլն, չէ։ Տատիկներ են, պապիկներ են, ես իմ այդ գժական մասը, դրանք այդ սովետական բանը, ու դա հերքում է այդ բանը, որ սովետական կրթությունը թիվ 1-ն էր, ինտելեկտուալներ էին բոլորը եւ այլն։ Այս բանը, որ իշխանությունից ոչ ոք չի պատասխանատվության ենթարկվում, ոչ ատելության խոսքի, ոչ բանի եւ այլն, թվաց այս շաբաթ, որ ինչ որ բան ոնց որ թե կոտրվեց եւ այլն, ազգային ժողովի падգամավոր Վիլեն Գաբրելյան դրեց իր մանդատը Գյումրիում հարբած ելույթ ունենալու, լրագրողների վիրավորելու, բաներ հայհոյելու բանի համար, բայց տեսակետ կա նաև, որ իրականում այդտեղ նա ասել էր, որ ինչու մանդատը հիմա դնեմ, մեկը 26 թվականին բան եմ անելու, իշխանությունը փոխվելու է, այլ մի տարվա նու այդ էր միտքը, որ մի տարվա համար չարժի մանդատ դնել, ու իրականում ինքը մանդատը դրեց հենց այդ բանը բացահայտելու, բարձրաձայնելու համար, ամեն դեպքում ստիպեցին որ դնի, ոչ թե ինքն է դրել այդպես ազդվելով իր բանից, հա, վարքից, որովհետև շատ հանգիստ կարող էր ասել, դե խմած եմ եղել, այդպես ավելորդ խոսել եմ ներողություն, ոնց որ Ալեն Սիմոնյանը թքելու համար ներողություն խնդրեց եւ անցներ գնել էլի։ Հիմա այդտեղ իհարկե ինչ որ մարդիկ կան, որ իրեն անձնապես ճանաչում են կամ շփում են ունեցել, դա իհարկե շատ դժվար է, որ մարդուն ճանաչում ես ինչ որ գնահատական տալ եւ այլն, բայց այդտեղ մատնախ շատ ծիծաղելի process գնաց, որ ինչ որ մարդիկ սկսեցին հերոսացնել Վիլենին։ Երկրորդը այն էր, որ նախ Վիլեն գիտես, չէ՞ ինչ է նշանակում։ Վլադիմիր Իլիչ Լենին։ Երկրորդը ուրեմն
ուրեմն այդտեղ մի շատ կարևոր բան կա, որ ինքը, որ իբր իր արժանապատվությունից ելնելով դրեց մանդատը եւ այլն, ինքը իրեն ասում էր նավակ ճոճող եւ երկրորդը ասում էր Օմարի արծիվ։ Իբր ռազմականացված, իբր տենց բանի Տոնոյանի ընկերնա, չգիտեմ ինչնա, գնանք կռվենք, ծառայենք եւ այլն։ Բան ընդ որում ես ասեմ, օրինակ այդ ԿՊ-ում այդ նախքան հեղափոխություն ինչու մարդիկ կային, որոնք այսպես խաղաղասերներ էին, բաներ էին եւ այլն, բայց օրինակ ինքը եւ իր ընկեր Փամփուկչյան Արմենը հանդես էին գալի որպես բաներ ռազմականացված, չավրզենք, բան ռազմականացված, եսի ինչ բանակը պետք է ուժեղ լինի, եսի ինչ պետք է լինի եւ այլն, այս թեվի բաներ են։ Ու Օմարի հանձնումից հետո Վիլենը ոչ թե պետք է դվայր դներ իր մանդատը, այլ ինքնասման պետք է լիներ, կամ չգիտեմ ինչ պետք է աներ, որ ասենք ստորագրությամբ իր ղեկավարը հանձնել է այն, ինչը որ ինքը այնքան էր սիրում, այնքան էր պաշտոն, որ իր անունն էր համարում, իրեն համարում էր Օմարի արծիվ, այդպես էր, համ կարծեմ Facebook page-ն էլ էր այդպես էր ստորագրում, չգիտեմ ինչ նրան եւ այլն։ Կամ գոնե ոնց որ ասած լավություն արած կլիներ, որ ԿՊ-ից ուղակի դուրս գար մնար պատկան։ Կարող հարց, բաներ, հարցեր բարձրացներ, չգիտեմ ինչ աներ եւ այլն, ու չգիտեմ կուլիսներում ինչ են խոսել, ինչ են տվել իրան, ինչ է առել, ինչ է եղել եւ այլն, բայց ամեն դեպքում, եթե ինքը արժանապատվությունն էր, ինքը ոչ թե այդ հայհոյանքից հետո պիտի գնար, այլ պիտի Օմարից հետո գնար։ Սա մեկ, երկրորդը, որ իրականում պարզվեց, որ այս պատասխանատվության պահը իրական սուտ է եւ սա իրական պատժում են Վիլենին, այն էր, որ անցած շաբաթ ուրեմն Գագիկ Շամշյանը նկարել էր կամ հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես կառավարական համարներով Պրադոն հանդիպակաց գոտի է դուրս գալիս Չարենց փողոցում, այդ ԿՊ-ի գրասենյակի մոտ, այդտեղից բանանում աջ շրջադարձը կատարում, պատկերացրեք հանդիպակաց գոտուց աջ շրջադարձանում եւ Սայլակով ուրեմն երեխայով մորը եւ մի ուրիշ փողոց անցնողի, որ կանաչի տակ անցնում են, քիչ ամնում գցի մեքենայի տակ։ Ուրեմն սրանից անցել է քանի օր, մի 3 օր անցել է։ Համարները կա, մեքենան երևում, ամեն ինչ կա եւ այլն։ Ուրեմն Նայիրի Սարգսյանը, շիշ բռնող Հայկ Սարգսյանի եղբայրը կոմենտ էր գրել, որ այդ քշողը տուգանվել է 50,000 դրամ, այսինքն որ պատժվել է այդ մարդը, էլի այդ վարորդը, բայց իշխանությունից ոչ մի հայտարարություն, ոչ մի պարզաբանում, ով է եղել ղեկին, ինչ իրավիճակում է եղել, արդյոք տարել են, ստուգել են նարկոտիկի քանակությունը իր արյան մեջ, արդյոք ստուգել են, չգիտեմ, ինչը ուղեղը տեղում է, թե տեղում չի եւ այլն, եւ ոչ մի հրաժարական, ոչ մի աշխատանքից ազատում, ոչինչ։ Այդ 50,000-ն էլ գրելու են, ասենք, պետական բյուջեից փոխանցեն մյուս հաշվի համարի վրա, որտեղ դա պետական մեքենա է, եւ համարեն, որ ուրեմն պատիժ եղավ։ Ու այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, որ Հայաստանում վարորդական իրավունքները կեղծ են, չգիտեմ, գնված են, եսիմ ինչ են եւ այլն։ Նախ ինքը չի պատմում, ինքը ինչպես է ստացել այդ վարորդական իրավունքը, ինչ պայմաններում է եղել, որտեղից գիտի այդ կեղծ բաների մասին։ Դատախազությունը չի հարցնում իրեն, պարոն վարչապետ, այդքան բան գիտես, բայց ինչի՞ չես գրում այդտեղ։ Գրի, որ ասենք, այս ինչան, այս ինչին ծանոթ, այս ինչան, այս ինչին փող ա տվել, այսքան վերցրել է վարորդական վկայական։ Ինչու ես դու ընդհանրացնում դա, ասում որ պետքա բոլորը անցնեն ատեստացիա, այլ ոչ թե դու գիտես հանցագործության մասին ու չես հայտնում դա։ Երկրորդը, եթե դու, ասենք, քո ավտոշարասյունը հղի կնոջը գցում է մեքենայի տակ, այս Պրադոն, որը հանդիպակաց է դուրս գալի, չգիտեմ, հազար մի դեպք կա, մի դեպք դրանից մի կես տարի առաջ էլ էլի Օրագիր Նյուզի ընթերցողներից մեկն էր նկարել, ոնց է, որ մի հատ էլի սև բան, ամենագնաց դուրս էր եկել Տիգրան Մեծ
բանի վրա, փողոցի վրա հանդիպակաց, այդ խաչմերուկը շատ վտանգավոր ձևով պարեկների աչքի առաջ անցնում է, ոչ մի ձայն ծպտում, ոչ մի հետապնդում, ոչ մի ինչ, ասում է դե կամերա կա կնկարի։ Պարզաբանումա ոստիկանության դա էր։ Ոչ մեկ չզարմացավ այդ մեքենան որտե՞ց դուրս եկավ, ինչ եղավ, չսուլեցին, բանջացին։ Ես հասկանում եմ, որ իրենք բոլորը գիտեն այդ մեքենայի ներսում ով է նստած, որ իրենց ուժը չի պատում այդ մարդու վրա, տեսանյութը կա օրագիրնյուզում, կարող են ընթերցողներն նայել։ Ու այդ բանում Նիկոլ Փաշինյանը կույսի դեմք է ընդունում, որ ինչ եք ասում։ Մենք բանենք, արդյոք այդ զոհերը, որոնք լինում են այդ վարորդական իրավունքների հետևանքով են, եւ ի վերջո կարելի է բացել դատալեքսը եւ նայել, թե քանի հիմա գործ կա հիմա վաճառված վարորդական իրավունքներով։ Այսինքն եթե այն ժամանակ վաճառվում են վարորդական իրավունքները 100,000 դրամով, հիմա վարորդական իրավունքի վկայականները վաճառվում են 500,000-ից 1 միլիոն դրամով, ու դա բոլորը գիտեն։ Այսինքն իրականում ինքը եւ անդադ կտրում են, ով որ ուզում է գնա հանձնի։ Ես այդ գիտեմ, որ անընդհատ կտրում են, այո։ Ինչու, որտեւ ամեն քննություն հանձնելը փող է։ Հա, պետական նախ բան ես մուծում, երկրորդն էլ ուղղակի այն աստիճանի են հասցնում, այսինքն ոչ թե նպատակն է, որ իրապես գնահատեն, ասենք, վարորդի զգոնությունը, ուշադրությունը, հա, այլ ընկնում են տառակերության հետևից ու ընթացքում էլ այնպիսի հոգեբանական վիճակ են ստեղծում մեքենայի մեջ, որ մարդը արդեն ստիպված ուզած-չուզած ինչ-որ փոքր սխալներ անում, կամ եթե անգամ սխալ թվացող ինչ-որ մի հանկարծ բան անում, միանգամից սա պատոշության բան է, այդ որ կներեք էլի, որ ես բառն եմ ասում, բայց դա աներեսության, պատոշության նշան է, որ մարդը, որ իշխանության ժամանակ այդ բանը էլի տեղի է ունենում, որը դա այդ գինը 10 անգամ թանկացրել է, 5-ից 10 անգամ թանկացրել է, ինքը բանի դեմքով, այսպես կույս աղջկա դեմքով սկսում է ասել, որ ոնց, sense բան կա, պատկերացնում եք։ Բայց այստեղ մի հատ խորքային, sense թաքցված ինչ-որ միտք էլ է սրա տակ դնում Նիկոլ Փաշինյանը, այն որ ասում է բոլորդ եք մեղավոր, այդ միտքն է դնում, որ համատարած, չգիտեմ, անգրագիտությունն է կամ համատարած կադրային սովը չի համապատասխանում որակավորումները կամ որ պրավաները, վարորդական իրավունքները առած են, բա ժամանակին այդ յուրաքանչյուր քաղաքացուն մեկ-մեկ ասում էր, չէ, եւ դու բոլոր վարչապետները 3 միլիոն վարչապետներ ենք, բա այդ ոնց եղավ այդ 3 միլիոն վարչապետները 7 տարվա մեջ դարձան 3 միլիոն իրավախախտներ, 3 միլիոն մեղավորներ, այո, հանցագործներ։ Սա հենց այդ միտքն է իր մեջ պարունակում, որ Ժողովուրդ ջան, ես մեղավոր չեմ։ Առաջ եթե նախկիններն էին, հիմա դե նախկինների թեման էլի անդադ գնում է իհարկե, այդ կա նախկինների թեման, բայց արդեն շատ ավելի խորքային, քանի որ տեսնում են, որ ժողովուրդը նախկինների թեման ասում են, հա, հասկացանք, նախկինները բադուկ, մենք ինչ կարանք անենք, երբ որ համատարած այսպես բոլորդ մեղավոր եք, բոլորդ անգրագետ եք, ու առաջին հերթին այո իր աշկի գերանը չի բանում, բա ուրա քո որակավորումը, երիտասարդ, նախկին երիտասարդ, բա ուրա քո որակավորումը, դու ինչ կրթություն ես ստացել, դու ինչ Իսկ քո վարորդական իրավունքը դու ստուգել ես ոնց է ստացել։ Այստեղ դու անդրադարձար դրան, բայց ֆիքսենք էլի, որ ուրեմն անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մարդկային ռեսուրսների ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է եւ մարդ չկա, մասնագետ չկա եւ այլն։ Եվ այդ մեղավորություն դրեց, չգիտեմ, մանկապարտեզների վրա, վարորդական իրավունքի վրա, բայց չասած, ոչ մի բառ չասած, որ իսկ գուցե մասնագետները չեն ուզում ձեզ հետ աշխատեն, որ ասենք ԿՊ-ն իրականում ինքը վարկաբեկող անուն է, նիկոլական լինելը, ասենք հայհոյանքից վերան մի բան է, ում ասում ես նիկոլականը մի արձագանք տալիս են նույնիսկ եւ որ իրականում կուսակցական տոմս ունի, այո, օրինակ ասենք Սարիկ Մինասյանը ասում էր, որ Արցախը բան, մենք ինչ եւ այլն։ Ու հենց իր ոտը մտ քարի կպնի, պարզվել է բոլորը պայքարում էին Նիկոլի դեմ, պարզվում է, որ այդ ով էր այդ սրիկան, ես ինչ եւ այլն։ Ես տեսնում եմ այդ պատկերը, որ ոնց են մարդիկ բան անելու։ Դա
ցույց տալու, բայց այստեղ ամենահիմնական բանը այն է, որ օրինակ ասենք արտգործնախարարությունը, ասենք ոչ մի լուրջ դիվանագետ, այդքան ասենք հրաժարական տվեցին, այդքան ինչ արեցին եւ այլն, որ չմնան չաշխատեն Նիկոլ Փաշինյանի հետ, ու այդ արտգործնախարարությունը մնաց ասենք Վահանիկ Կոստանյանի եւ Արո Միրզոյանի փխրուն ուսերին, բայց այդ մեծ հոսք եղավ, չէ՞, ուղղակի այն ժամանակ, երբ ասենք օրինակ 2008 թվականին երբ էլի դիվանագետների բան եղավ, հրաժարական եղավ ընդհանուր հայտարարություն եղավ, չգիտեմ ինչ եղավ, որ մենք հրաժարվում ենք, բան ենք անում եւ այլն, եւ եղավ PR։ Հիմա ուղղակի այդ PR-ը չկա, այդ PR-ը չի աշխատում, ընդդիմությունը իբր ռեսուրսներ ունի, բայց մենք չենք տեսնում, բայց այդ դուրս եկողների մի մասը չի էլ ուզում ասոցացվել նաև, ասենք, չգիտեմ, ընդդիմադիր առաջնորդների հետ եւ այլն, եւ այդ իրադարձությունները անցնում են բանի տակ, այսպես չեն լուսաբանվում, մարդկանց մեջ չի տպավորվում դա, բայց ես ճիշտն ասած չեմ ճանաչում լավ մասնագետի, ես ճանաչում մասնագետներ, որոնք մի ժամանակ ասում են, որ մենք բան ենք պաշտոնյա ենք, պետությունն է եւ այլն, բայց ես կարծում եմ, որ այլևս այդ հարցը համընդհանուր ձևով ընդունված է, որ այն մարդիկ, ովքեր մնացել են ծառայելու Նիկոլ Փաշինյանին, նրանք բարոյականության արժանապատվության հետ խնդիր ունեցող մարդիկ են։ Նրանց համար փողը ավելի կարևոր է, քան պաշտոնը վայելքը ավելի կարևոր է, քան հայրենիքը, քան իրենց անունը, քան իրենց պատիվը եւ այլն։ Խոսքը հատկապես ինձ թվում է Գևորգ ջան, խոսքը հատկապես այն պաշտոնյաների մասին է, ովքեր իրենց գործի բերումով Հայաստանի անունից հանդես են գալիս։ Ովքեր որ սկզբունքները, նիկոլիզմի սկզբունքները իրենք են, այսպես ասած, կենսագործում, որովհետև պաշտոնեական մեր համակարգը, օրինակ ես չգիտեմ, օրինակ այդ քո ասածը ինձ թվում է չի վերաբերվում, ինչ որ ասենք, չգիտեմ, նախարարության բաժնի առաջատար, ասենք, մասնագետի կամ ասենք բանի, օրինակի համար, ասենք կրթության նախարարության ինչ որ բաժնի առաջատար մասնագետի կամ իրավաբանի կամ մյուսի բայց առանցքային պաշտոնների մասին է, առանցքային պաշտոններ, որտեղ որ նշանակված են մարդիկ, այս վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ շոշափվել է լակոտակրատիա, այսպես ասած տերմինը, որտեղ Մենոջան դու պատկերացնում ես, որ օրինակ քեզ հրահանգ է գալիս, դու կատարում ես հրահանգ, որ մի մարդու կողմից եկած որին դու, ասենք, բոլոր բջիջներով ատում ես։ Կարա այդպիսի բան լինի։ Չէ, ես իմ մոտ չի կարող լինել։ Ես օրինակ չէի անի։ Իսկ մարդը, որը կարողանում է ուրեմն իբր դա ատելությունը, բայց ինքը անում է հրահանգ։ Կարանք ասենք, որ դա ատելություն չի իրականում։ Հիմա այստեղ խնդիրը գիտես ինչի մեջ է։ Այստեղ ես հաստատ հավատացած եմ, որ պետական համակարգի պաշտոնյաների մեր մեծամասնությունը իրենք բոլորն էլ երկար տարիներ մանավանդ պետության մեջ եղած մարդիկ, ծառայած մարդիկ իրենց մոտ այդ բանը կրում են, էլի ամեն դեպքում պետական այդ առանցքը կրում են։ Բայց այդ իրենցից յուրաքանչյուրը իրեն մենակ ազգում։ Իրեն տեսնում է մենակության մեջ։ Ինքը չի պատկերացնում, որ հնարավոր է, որ պետական համակարգը մի հատ ընդհանուր առմամբ այսպես մի հատ բողոքի ալիք բարձրացնի։ Ինչ որ կնոպկաներ չեն աշխատում այդտեղ։ Կամ յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը եթե նախաձեռնություն, ասենք, սկսվի, դա հաջողության չի հասնի։ Ու այդպես բոլորը մնում են այդպես իրենց այդ մենակության մեջ, իրենց այդ շղարշով բանարած ու արդարացնում են իրենց մնալը։ Ես անկեղծ ասած համ հասկանում եմ այս մարդկանց միևնույն ժամանակ։ Ես այդպես չէի անի բնականաբար։ Ես այդպես չէի կարծում, որ դա իրականում կեղծ է, որովհետև օրինակներ կան, որ ախր մարդը չգիտի, Գևորգ ջան, եթե ինքը դուրս եկավ, իրեն թվում է թե 99%-ը շարունակելու են մնալ, ու ինքը պարզապես տուժելու է։
Ու այդպես մտային զվարթնոցի սյուների հայտնի բանն ասում, որ ես չպահեմ են 35-ը կպահի, հետո յուրաքանչյուրը այդպես են մտածում, բայց այս պարագայում յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը միակն է լինելու, որ ըմբոստանալու է եւ ասենք իր տեղը կբերեն մեկ ուրիշին կդնեն ու հարցը այսպես կփակվի։ Դե համասանում էլ չի այդպես։ Ես ուզում եի դա ասել, որ այդպես եւ այնտեղ ուրիշ բան էլ կա, ասենք մարդիկ այսպես պատերի տակ փսփսալով, գիտես, sense խնդիր կա, եսի ինչ կա, ասես բարի խոսած, բայց չէ, ես չեմ ուզում խոսամ։ Ինձ չերևա, իմ մերը դեմքը չերևա, իմ անունը չերևա եւ այլն, դե հիմա յոլա ենք տանում ես։ Որտեւ յուրաքանչյուրը իրեն ավելի շատ է կարևորում, քան երկրին է։ Հիմա Մենո ջան, եթե դա այդպես է, ուրեմն գուցե մենք իրավունք չունենք պետություն ունենալու։ Ուրեմն այդպես էլ հիմա ասենք մտածում եմ ոնց է որ թուրքական լուծը այդպես դարեդար կրել են, պարսկական լուծը այդպես դարեդար կրել են։ Շատ ճիշտ հարց է, այո, շատ լեգիտիմ ճիշտ հարց է։ Ասենք ռուսները եկել են, ասենք Էշմիածին թալանել գնացել են, ես ինչ է, ոչ մեկ ձեն չի անել, ասել են բա լավ, ուրեմն սենց է ճիշտ է։ Շատ լեգիտիմ ճիշտ հարց է։ Ուրեմն մենք ինչ որ բաներ չունենք, որի համար դուրս գանք, ասենք որ չէ, սա չի կարելի անել։ Ցավալի է, բայց փաստ է, որ այդ հարցը լեգիտիմ է։ Որ կարող է իսկապես մենք պետականության արժանի չենք, որովհետև մենք մերը ավելի կարևոր ենք համարում, քան պետությանը։ Քան մենք մեր այս պահին գործը, մեր աշխատավարձը, կամ մեր կոմֆորտը, կամ չգիտեմ մեր ինչը, անձնականը ավելին է ամեն դեպքում, քան պետականը, քան հանրայինը։ Հիմա մի հատ այսպեսի վիզուալ բան ասեմ, էլի Մենո ջան։ Մի կողմից որ այն ինչ որ ուժեր, որոնք բաները խաղացնում են Նիկոլին, չգիտեմ, ուրիշ ուժերի, ուրիշ առաջնորդների եւ այլն, իրականում այդտեղ կա նաեւ մի հատ բան իմաստ, որ այ նայեք բանի, ձեր հիվանդ ոչխարին հեսա կտանենք ու կբերենք մեր առողջ գայլին, ոնց որ մենք մոտ 5-րդ դարում դա ունեցել ենք, էլի։ Վեհմիհր Շապուհ անունով։ Հա, եւ օրինակ, ասենք նայում ենք Գյումրու ընտրություններին, չէ՞ դեմքերին, ովքեր են։ Թիմ ընտրությունները, խորհրդարանում ներկայացված մարդիկ, չգիտեմ ինչեր եւ այլն։ Եվ տեսնում ենք, որ օրինակ անկիրթ են, չգիտեմ, ցենզ չկա, եսիմ բան են, հանցագործի արտաքին ունեն, եսիմ ինչին։ Ու այնպիսի տպավորություն է, որ ասենք հայ ժողովուրդը չունի, ասենք ինտելիգենտ զավակներ, չունի ինտելեկտուալներ, չունի պատրաստված մասնագետներ եւ այլն։ Հիմա բայց մենք ասենք բաներ ունենք, որ այդքան երիտասարդներ լավ կրթություն են ստանում, Հայաստանում էլ կան այդ լավ կրթօջախները, գնում են դրսում են սովորում, չգիտեմ բան, բայց այդ երիտասարդներ չեն երևում։ Ու եթե նրանք երևում են, օրինակ մենք այդպիսի մեկին միասին ճանաչում ենք, Գևորգ Մուրադյանին, որը սովորել էր Լոնդոնում, եկել էր բան, հոգաբարձուների խորհրդի նախագահ էր, բայց սրիկ էր, որովհետև ասենք համասանի 100-ամյակի օրը չէր շնորհավորել համասանի ռեկտորին, որտեվ մյուս իրան ծնող, չգիտեմ, իր հոգևոր հայրը թե մայրը Արայիկ Հարությունյանը ասել էր, որ մինչև Սիմոնյանը չգնա, համասանի 100-ամյակը չենք նշելու, ճիշտ է։ Ու այդ մարդը համաձայնվել էր դրա հետ, լինել հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ համասանի 100-ամյակի օրը չէր շնորհավորել, ուրեմն համասանին ոչ մի ուղղեր չէր հղել, չգիտեմ ինչ չէր հրել եւ այլն։ Հիմա ուրեմն մենք տեսնում ենք, որ մի կողմ այս ամեն բանը, օրինակ կրթությունը, չգիտեմ ինչը եւ այլն, ինքը ոնց որ ինչ դրսի ուժեր հիմնավորում են, որ դե լավ, դե դուք բան չեք էլի, այս ցես համար շատ է, որովհետև եթե Գյումրի գնար նշանակվեր մի հատ ասենք Իվան Եվսիմինչով անազգանով մի հատ քաղաքապետ, եւ արդեն Ղուկասյանը շատ արագ կենթարկվեր եւ Մարտոն Գրիգորյանը բանկաներ եւ մնացած բոլորը այսպես շատ քիչ ուժեր բանկանային, կնդիմանային բանկանային եւ վիզուալ էլ այդ մարդը երևար շատ սիրուն եւ կիրթ եւ չգիտեմ ինչ։
Բայց չեր լինի հայ։ Մի քիչ Գյումրու ընտրությունների աճու ծախին կա, բայց ես հասկանում եմ ինչն է, ոնց որ հարցադրումը ինչն է, առաջի անգամը չի, որ թեկուզ ես եւ դու կամ ընդհանուր առմամբ քննարկվել է այդ հարցը, որ ոնց է լինում, որ օտարազգի ղեկավարը բոլորի համար է ընդունելի դառնում, իսկ ներսից ղեկավար չենք կարողանում մենք գեներացնել։ Սա շատ, իհարկե, շատ հետազոտություն պահանջող հարց է, հետազոտական հիմքով պատասխան պահանջող հարց է, որ իսկապես ազգագրագետներն ասենք, թե չգիտեմ, սոցիոլոգները, քաղաքագետները այս հարցի պատասխան այո պետք է մի հատ տան, հասկանանք, թե ինչի է այսպես լինում։ Դե հիմնական պատճառը մեր օտարասիրությունն է։ Մենք սիրում ենք, որ օտարները մեզ սիրեն որպես յուրային։ Ասենք ռուսները մեզ սիրեն որպես լավ ռուսի, ամերիկացիները մեզ սիրեն որպես լավ ամերիկացիների, թուրքերը մեզ սիրեն որպես լավ թուրքի։ Այդ բանը ոչ թե մեզ սիրեն, այս սիրենը շատ նորմալ է։ Բայց դա պատճառ չի, դա դրսևորում է, Գևորգ ջան։ Հա, դա հիվանդագին բան է։ Ասենք ես դառնամ ավելի լավ ռուս, քան ռուսներն են։ Օրինակ ասենք ռուս փորձագետները այնքան հիմնավորումներ, բաներ, թե ինչու իրենք դուրս եկան Արցախից, ոնց Արցախը մնաց Ադրբեջանի, այդքան չեն տալիս, ինչքան ասենք հայ փորձագետներն են դա անում։ Չէ՞, դա ի՞նչ է։ Աբսուրդ մի բան։ Դե հա, էդ էլ հա։ Ու կրթություն ստացած ջահել, ինչ որ արժանապատիվ դեմքով երիտասարդներ են դա ասում։ Ինչ անենք սրանով այս ամփոփենք անցնող շաբաթը։ Հա։ Հուսանք, որ եկող շաբաթը ավելի լավը կլինի, քան անցնողը։ Դե անցնողը լավն էր, որովհետև ԿՊ-ն պարտվեց։ Հա, իհարկե, հա, այդ առումով այո, բնականաբար։ Այո, հաջողակ շաբաթ էր, ուղղակի մենք բան ենք, կաթի մեջ միշտ մազ ենք փնտրում։ Դժգոհ ենք։ Մուցենյակում սև կաթ։ Այո։ Չէ, նու այդ սև կաթուն ներևացողը շատ բան է։ Ամեն դեպքում հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելու դեպքում մեր երկիրը 25 տարով հետ չգնա եւ նորից մենք զրոյից չենք կառուցելու էլի մեր երկիրը։ Դե դրանում պետքա ջանք դնենք, յուրաքանչյուրս պետքա գիտակցված ջանք դնենք։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, ես եւ Մենուա Սողոմոնյանը փորձեցինք ամփոփել անցած շաբաթը։ Շնորհակալություն։ Հաջողություն։